Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 19: Եվ նրանք առան Հիսուսին և տարան, և խաչապայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերեն կոչվում էր Գողգոթա, որտեղ և խաչը հանեցին նրան և նրա հետ երկու ուրիշների այս և այն կողմից, իսկ մեջտեղում Հիսուսին: Պիղատոսը մի տախտակ էլ գրեց և դրեց խաչի վրա և գրված էր. Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր: Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, ուր Հիսուս խաչվեց, քաղաքի մոտ էր և գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն: Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրեաների թագավոր, այլ ինչ նա ասաց, թագավոր եմ հրեաների»: Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»: Իսկ զինվորները երբ Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները և 4 մաս արեցին, յուրաքանչյուր զինվորի մեկ մաս: Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսած շուրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատրենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի»: Որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մեջ և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»: Զինվորներն այս բանն արեցին: Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը, Կլեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ: Այնուհետև Հիսուս գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ»: Եվ այնտեղ քացախոբ լի մի աման կար: Զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թռչեցին և այն դրին եղեգի ծայրին և մոտեցրին նրա բերանին: Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է» և գլուխը կախելով հոգին ավանդեց: Իսկ քանի որ ուրբաթ էր, որպեսզի մարմինները չմնան խաչի վրա մինչև շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը տոնական մեծ օր էր, հրեա առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները և վերցնեն նրանց: Զինվորները եկան և առաջինը սրունքները կոտրեցին, նույնպես և մյուսինը, որ նրա հետ խաչ էր հանվել: Բայց երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին: Այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը և իսկույն արյուն և ջուր ելավ: Եվ ով այս բանը տեսավ, վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, և նա գիտե, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք: Այս պատահեց, որպեսզի կատարվի գրվածը, թե նրա ոսկորը չպիտի փշրվի: Եվ դարձյալ մյուս գրվածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»: